Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ մտածել եք, թե ինչու է թվում, թե երջանիկ են նրանք, ովքեր ամեն ինչ ունեն։ Հիսուս այսօր փոխում է մեր պատկերացումները։ Նա ասում է, որ երջանկությունը ոչ թե ուժեղների, այլ խոնարհների, արդարություն փնտրողների եւ հեզերի մեջ է։ Նա այս խոսքերով փոխում է մեր կյանքի գրեթե ողջ արժեհամակարգը։ Հիսուս, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը եւ նստեց այնտեղ։ Նրան մոտեցան իր աշակերտները եւ բացելով բերանը սկսեց ուսուցանել նրանց ու ասել. Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետեւ նրանք կմխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն։ Երանի արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։ Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի այդպես հալածեցին ձեզանից առաջ ապրած մարգարեներին։ Ամեն։ Սիրելի բարեկամ, սրանք պարզապես խոսքեր չեն։ Սրանք կյանքի նոր չափանիշներն են, որ սահմանում է Հիսուս։ Աշխարհը երջանիկ է համարում այն մարդուն, ով ունի փող, իշխանություն եւ հարստություն ու հաջողություն։ Իսկ Հիսուս ասում է, որ երջանիկ է նա, ով մաքուր սիրտ ունի։ Երջանիկ է, ով խոնարհ է։ Երջանիկ է, ով չի կորցնում իր մարդ տեսակը։ Երջանիկ է նա, ով անարդարության առաջ չի լռում։ Երջանիկ է նա, ով կարողանում է խաղաղություն բերել այնտեղ, որտեղ ուրիշները բախվում են։ Այսօր պատգամը մեզ հիշեցնում է, երջանկությունը ձեռք է բերվում ոչ թե դրսից, այլ ներսի լռությունից ու Աստծո ներկայությունից։ Այս մտքով այսօր շարժվիր։ Եթե ընտրում ես հեզության, խոնարհության, մաքրության ճանապարհը, հիշիր, որ այս տեսակ երջանկությունը գալու է Աստծուց, ոչ թե աշխարհից։ Օրհնյալ օր քեզ։